Այս տեսանյութը նկարահանվել է Իսպանիայի հյուրանոցում, որտեղ մի խումբ ընկերներ մտել էին վերելակ։ Վերելակը անհասկանալի պատճառով հրաժարվում էր նրանց տանելու անհրաժեշտ հարկը։ Իրավիճակն ինքնին արդեն բավական տագնապալի էր, սակայն կարելի էր այն վերագրել սովորական տեխնիկական խափանման, եթե չլիներ այս անհանգստացնող փաստը։ Հյուրանոցի մյուս այցելուներն էլ էին բողոքում այս խնդրից։ Անձնակազմի խոսքով, սա տեղի էր ունենում բավական հաճախ, և ոչ ոք հստակ չգիտեր, թե ինչու։ 16-րդ հարկը այդ պահին դեռ վերանորոգման փուլում էր, այնտեղ հյուրեր չէին տեղավորում, ուստի լիովին անհասկանալի էր, թե ինչու վերելակը նորից ու նորից հենց այդ հարկ էր բարձրանում։ Բայց անցնում է ընդամենը 1-2 օր, և տեղի է ունենում հետևյալը. վերելակը հանկարծ դադարում է աշխատել։ Պարզվում է, այդ պահին Իսպանիայում և Պորտուգալիայում լայնածավալ էներգետիկ վթար էր տեղի ունեցել, և հենց այդ ժամանակ ընկերները հայտնվել էին վերելակի ներսում։ Բարեբախտաբար, վթարային գեներատորը միացավ, բայց այն աշխատում էր չափազանց անկայուն։ Լույսը վերելակի ներսում ինքնուրույն միանում և անջատվում էր, և մինչ այդ երեքը, ժպտալով ու հումոր անելով կանգնած էին այդ վերելակում, տեղի է ունենում մի շարք տարօրինակ բաներ։ Վերելակի անկյուններից մեկում, հենց ընկերներից մեկի թիկունքում, հայտնվում է մութ ուրվապատկեր։ Այն մեծ չէր, բայց բավականաչափ հստակ, որպեսզի հասկանալի լիներ, որ այնտեղ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան կա։ Այդ պահին նրանցից ոչ մեկը դա չնկատեց, բայց տեսագրությունը վերանայելուց հետո բոլորը միաձայն համաձայնվեցին, որ վերելակում իրենց հետ եղել է ինչ-որ արտառոց, հոգևոր բան։ Բարեբախտաբար, որոշ ժամանակ անց նրանք կարողացան դուրս գալ վերելակից, բայց ոչ այն ձևով, ինչպես որ պատկերացնում էին։ Վերելակը նրանց նորից տարավ 16-րդ հարկ։ Այն նույն հարկը, որտեղից ոչ ոք չէր կանչել վերելակը։ Նրանք մնացել էին վերելակի ներսում գրեթե 1.5 ժամ, և ինչպես սկզբում, ոչ ոք այդ կոճակը չէր սեղմել։ Իրավիճակը բացարձակապես տարօրինակ էր, բայց մի բան հստակ էր՝ ավելի լավ է հայտնվել դատարկ հարկում, քան մնալ խափանված վերելակի մեջ։ Սակայն դեռ անպատասխան է մնում գլխավոր հարցը՝ ով կանչեց վերելակը այդ հարկ, և ինչ էր իրականում նրանց հետ գտնվում այդ ամբողջ ժամանակ վերելակի ներսում։ Մինչ այսօր ընկերները չեն գտել որևէ տրամաբանական բացատրություն տեղի ունեցածի համար, բայց անկեղծորեն ուրախ են, որ ամեն ինչ ավարտվեց բարեհաջող, և իրավիճակը չվերածվեց ավելի մռայլ և վտանգավոր բանի։ Արդյոք դա ուրվական էր, թե ոչ, դժվար է ասել, բայց տեսանյութը, միևնույն է, մնում է իսկապես անհանգստացնող և խորհրդավոր։ Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը այս իրավիճակի վերաբերյալ։ Միգուցե դուք կարողանաք պատասխանել այս հարցերին։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, որովհետև ձեզ սպասվում են ավելի հետաքրքիր հոլովակներ։